օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ երկիրս Ապրիլ 25-ին Լոս Անջելեսի հայ քույրերու վարժարանի մեջ ոգեգոչեցին ցեղասպանության զոհերու իշադակը։ Վաղ առավոտյան նախամանգաբարձեն մինչև 8-րդ գարքի աշակերտները զայտներ խոնարեցին անին մեջ դեղատրված ծիզերնագապերտի մանրագերդի շուրջ, որ մեյետք վարժարանից աշակերտները ներկայացուցին գեղարվեստական հայտագիր, որին գազմագերբիչն էր հայոց լեզվի ուսուցչուհի Անի Բողոս։ Հիշենք անցյալը, ապրենք ներկան, ստեղծենք աբական, ոչ որպես զոհեր, այլ որպես վերապրողներ, գերդողներ ու ճշմարտության բահավաններ։ Կա փոխրատիվ եւ մի ժողովուրդ, որ վանաձով են մինչև միջերական բաղդադեն, մինչև հյուզանթոն գաբրեն։ Վարժարանից 6-րդ գարքի աշակերտները փենի վրա վերագենտանացուցին հայոց ցեղասպանության մտավորականներու եւ հոգեվորականներու պատմությունները հարկանքով ու հբարդությամբ ներկայացնելով անոնց պայքարը, զոհաբերությունը եւ ուժը պահպանելու մեր մշակույթն ու ինքնությունը։ Պայքարը չի վերջանա, պայքարը կշարունակվի, երբ մենք հայրեն լսենք փարինույն, երբ մեր մշակույթով կապրի եւ երբ մեր պատմությունը կսորվի։ Մենք գիտենք, որ մեր ամեն մեկ հայերեն խոսքը, մեր ամեն մեկ հայկական երգը եւ մեր ամեն մեկ հայկական բառը պայքար մնե։ 7-րդ գարքի աշակերտները փեմի վրա հզոր տավերախաղով յանքի պատկերն ներկայացուցին հայոց ցեղասպանության օրերեն։ Մուշեր իշխանի հիշեցեք զիս անաստեղծությամբ, հիշեցին մեր ժողովրդի անցյալը եւ հիշեցուցին յուրաքանչյուրի ուսերու վրա գրված հայաբահբանման բարդագան։ Ոչ զարդուս են եւ ոչ տակուկ վրթեղեն։ Կմախներն ան մեկ կլան, բայց երբ առնեք, տակ հացիկներ դուք փռեն, հիշեցեք զիս անպայման։ Պիտի փախեն շարունակ, մարդոց թլները փոլոր, որ ունենա ամեն մանչուկ, ամեն աղջնակ, գդոր մահաց ամեն օր։ Գործանեցեք Հայաստան, տեսեք, կկարողանանք իրենց տներից 8-րդ դասարանի աշակերտները ներկայացուցին Ուիլյամ Սարոյանի «Հայն ու հայը» պատմությունը, լուսարձակի տակ բերելով մեր ժողովուրդի որկաբը, համադեղ պատմությունը եւ մշակութային ինքնությունը աշխարհի տարբեր երկրներու մեջ երբ հանդիպի։ Երբ անոնց մեջ երկուքը 20 տարի հետո պիտի հանդիպի ու ծիծաղին իրենց մայրենի լեզվով։ Չանացեք, տեսեք, կարողանանք պիտի անոնց արգիլել, ոչ ծաղրեց այդ մեծ քաղաքները, որ աշխարհի վրա երկու հայ չխոսին իրար հետ, փորձեք շնչել անոնց։ Օրվան բանախոսն էր միջազգային իրավունքներու մասնակետ հաստապան դոկտոր Գևորգ Հակոբյանը, որ կարևորեց նոր սերունդին ճիշտ-կրթությունն ու դաստիարակությունը, արդարության վերականգնման համար եւ այլևս երբեք նախաթեպը չունենալու համար։ Let me give you some numbers from the Armenian Catholic community since we are at a Catholic school. According to credible sources, the Armenian Catholic Church suffered the following losses during the genocide: 7 bishops, 130 priests, 47 women religious sisters, up to 100,000 lay faithful. Numerous churches and schools were destroyed. Among the bishops, Archbishop Ignatius Maloyan, leader of the Armenian Catholic Archdiocese of Mardin, was arrested in June 1915 along with hundreds of other Christians. He was tortured and executed after refusing to convert to Islam. His steadfast faith led to his beatification by Pope John in 2001 and canonization by Pope Francis in 2025. Գեղարվեստական հայտագիրը ուղեկցվեց ոգեգոչող երգերով
եթե պիտի պաստենք, որ մենք գանք, պիտի մնանք ու թեր շատանանք, աբական տաստիարագելով է, աբական գերդելով է, և ոչ թե նստելով գոդորածներուն վրա միայն արցուկ տապելով։ Այո, պետք ենք հիշել, բայց միանույն ադենալ պետք է նախ և առաջ մենք տաստիարագվինք և տաստիարագենք հաջորդ սերունդները, որպեսզի կարողանանք հասնել արդարության և ճշմարտության, որում գտնում էին մեր նախահայրերը։